Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում կայացվեց Երևան քաղաքի առաջին այցելների ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից։ Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր Սրբազանի քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս, որտեղ նա հարցաքննության էր գնացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արշակ arczepiskopos-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։ Մարսելի քաղաքապետ Բենու Ապայանն ընդունել է ամենայն հայոց կաթողիկոս Գալեգին II-ին, այս մասին քաղաքապետը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ Գրառմանը կից Պայանը նաև լուսանկարներ է հրապարակել Գալեգին II-ի հետ։ Այսօր առավոտյան մեծ պատիվ ունեցա քաղաքապետանում ընդունելու կաթողիկոս Գալեգին II-ին։ Ես հիշեցրել եմ նրան պատմական ամուր եւ հավերժական կապերի մասին, որոնք կապում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ։ Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի, գրել է քաղաքապետը։ Դեկտեմբերի 3-ին կաթողիկոսը 1 օրյա այցով մեկնել էր Շվեյցարիա, ապա 2 օրյա այցով Ֆրանսիա։ Արցախի Տոնաշեն բնակավայրի մոտակայքում գտնվող 17-րդ դարի Սուրբ Փրկիչ վանքը վնասվել է, այս մասին հազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը։ 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի օգոստոսը 2009 թվականի վերականգնման շրջանակներում ավելացված մետաղական տանիքի մեծ մասը հեռացվել է։ Սուրբ Ամենափրկիչ վանքը Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։ CHW-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին այս պատմական վայրը ներառել ցանկում որպես 17-րդ դարի հայկական վանք եւ տրամադրել դրան պատշաճ պաշտպանություն, դրա պահպանումն ապահովելու համար։